մեր նոր դասը, այսօր մեր դասն է գլանի մակերևույթի մակերեսը։ Նշեցինք։ Դե փակում ենք դասագրքերը ու շատի լսում եք ինձ։ Մենք երևի նկատած կլինենք, որ մետաղագործները ինչ են անում մետաղեթի թեղից։ Պտտում են ու ստանում են ինչ գլանաձև խողովակներ, ճիշտ է։ Նույնը կարող ենք նաև մենք անել։ Ուղղանկյունաձև ցանկացած թուղթ կարող ենք հանդիպակաց կողմերից ինչ անել։ Պտտել եւ ստանալ ինչ ու ստանալ գլանաձև մակերևույթ, ճիշտ է։ Պտտեցի, սիրուն, ստացանք գլանաձև մակերևույթ։ Կարող ենք նաև երեխաներ կատարել հակառակ գործողություն։ Այսինքն գլանը հիմքի շրջանագծի երկայնքով, եթե կտրենք ու կտրենք ծնորդի երկայնքով։ Կտրեցի ու բացեցի։ Ու փռեմ հարթության վրա, ինչ կստանամ։ Ուղղանկյուն։ Կստանամ կողմնային մակերևույթը ուղղանկյուն եւ հիմքերը շրջանագծեր։ Հիմքերը շրջաններ։ Պատկերացրեցիք ինչպես կտրեցինք։ Սա մեր հիմքի շրջանագծի երկայնքն է, իսկ սա մեր ինչն է։ Ծնորդի երկայնքով ենք կտրել։ Եկեք նույնը պատկերենք գրատախտակին։ Ինչ են պատկերում։ Ասենք։ Ուղղանկյուն։ Այո, որը ինչ է հանդիսանում։ Կողմնային հատվածն է, գլանի։ Կողմնային մակերևույթն է, գլանի կողմնային մակերևույթի փռվածքն է եւ երկու շրջան, չէ՞։ Մեկ, այս ինչերն են գլանի։ Հիմքերը։ Այս մեր գլանի հիմքերն են երեխաներ։ Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ ուղղանկյան կողմերից մեկը տառերով նշանակենք։ A, B, C, D։ Ինչ ենք նկատում։ Կողմերից մեկը ինչ է հանդիսանում։ Բարդություն ուղղահայաց։ Ապրես, դա գլանի ինչն է։ Ծնորդներ, չէ՞, որ կտրեցինք, ճիշտ է։ Եվ մենք գիտենք գլանի բարձրությունը զուգահեռ է նրա բոլոր ծնորդներին եւ հավասար է նրանց։ Հավասար են իրար բոլոր ծնորդները եւ բարձրությունը։ Ապեն կարող եմ ինչ գրել։ Հաշ։ Ապրեք հաշ։ Հետո երեխան։ Ուղղանկյան մյուս կողմը ինչ է հանդիսանում։ Շրջանագծի երկարությունը։ Ապրես Սիլվի։ Մյուս կողմը հանդիսանում է մեր շրջանագծի երկարությունը։ Ով կարող է ինձ հուշել շրջանագծի երկարությունը ինչի է հավասար։ Շրջանագծի երկարությունը ինչպես ենք հաշվում։ 2πr։ Շրջանագծի երկարությունը հավասար է 2πr։ Այստեղ ինչ եմ գրում, ուղղանկյան կողմերից մեկը հանդիսանում է շրջանագծի երկարությունը 2πr։ Գտնելով ուղղանկյան մակերեսը, մենք ինչ կգտնենք։ Կողմնային մակերևույթի մակերես։ Ապրենք, կգտնենք գլանի կողմնային մակերևույթի մակերես։ Իսկ մենք գիտենք ուղղանկյան մակերեսը ինչի է հավասար։ Երկու կողմերի արտադրյալ։ Այո, երկու կից կողմերի արտադրյալ։ S-ը հավասար է AB անգամ AD։ S-ը հավասար է AB-ն մեր հանդիսացավ բարձրությունը գլանի, իսկ AD-ն Երկարություն։ 2πr հաշ։ Այս մեր ինչը ստացանք։ Կողմնային մակերևույթի մակերես։ Կողմնային մակերևույթի մակերեսը։ Այստեղ առանձին գրեմ, S կողմնայինը հավասար է 2πr հաշ։ Հաջորդ երեխաներ, եկեք ստանանք լրիվ մակերևույթի մակերեսը։ Հա։ Այս լրիվ ինչի հավասար։ Հիմքերի մակերեսները գումարած կողմնային մակերևույթի մակերես։ Ապրեք։ Քանի հիմք ունի գլանը։ Ինչ եմ գրում։ 2s հիմք գումարած s կողմնային։ Ճիշտ է։ S լրիվը հավասար է։ Տեղադրենք բանաձևերը։ Հիմքերը շրջանը, մակերեսը գիտենք։ Շրջանի մակերեսը s ինչի հավասար։ πr քառակուսի։ Ճիշտ է։ Տեղադրենք 2πr քառակուսի պլյուս կողմնային արդեն ստացել ենք։ Հավասար է ինչի։ Եթե 2π
Ինչն ենք ընդհանուր հանում։ Երկու PR Ահա։ երկու PR հակառակների մեջ B գումարած հաշ Այստեղ ինչ մնաց։ R գումարած հաշ R plus h, այո։ Ինչ ստացանք S լրիվը։ Կլանի լրի մակերևույթի մակերես։ S լրիվը հավասար է 2p R plus h։ Հիմա երեխաներ ինչ գիտեինք եւ ինչ իմացանք։ Ինչ գիտեինք։ շրջանագծի երկարությունը հաշվը 2PR Ուղղանկյալ մակերեսը գիտեինք, շրջանի մակերեսը գիտեինք եւ ինչ իմացանք հասկրան գլանի կողմնային մակերևույթի մակերեսը եւ գլանի լրի մակերևույթի մակերեսը։ Ահա։ Կամ եւ Ելենա, ինչի հավասար գլանի կողմնային մակերևույթի մակերեսը։ Գլանի կողմնային մակերևույթի մակերեսը, այսինքն S կողմնայինը հավասար 2PR հաշ Այստեղ R ինչա հանդիսանում։ R-ը դա շրջանագծի շարավիղն է, շրջանի շարավիղն է, H-ը դա բարձրությունն է կամ ծնորդը, Բարձրությունն է, որը հավասար է ծնորդներին եւ P-ի հաստատուն թիվն է, ով կարող է ասել P-ի արժեքը 3.14 հավասար է 3.14 Վերջ ապրեք նստեք։ Այսքանը մեր նոր դասը, մենք ունենք սիրուն տեսանյութ, որտեղ անիմացիայով սիրուն ցույց է տալիս երեխաներ, եկեք մի հատ ավելի ամրապնդենք մեր դասը։ Սև մենք պրուտենք ուղղանկյունը կոչակը, որի ծնունդը տեսնելու համար, որը տեղի ունենում տրված ուղղանկյունը նրա մի կողմը պարունակող ուղղի շուրջը պտտելիս։ Պտույտն ավարտվելուց հետո գլանի մակերևույթը, հիմքերը, բարձրությունը, հիմքի շարավիղը գլանի առանցքը տեսնելու համար սեղմենք համապատասխան կոչակները։ Գլանի մակերևույթը Տեսանք կողմնային մակերևույթ։ գլանի հիմքերը, գլանի բարձրությունը, գլանի հիմքի շարավիղը, Տեսանք հիմքերի շարավիղը։ գլանի առանցքը, շարժելով կանաչ կետերը կարող ենք փոխել գլանի բարձրությունն ու հիմքի շարավիղը։ Եթե մկնիկի ցուցիչը պահենք ներքևի մուգ կապույտ տիրույթում, սեղմենք ու սեղմած պահելով մկնիկի ձախ կոճակը, շարժենք մկնիկն ու շարժման ընթացքում բաց թողնենք կոճակը, ապա մկնիկի շարժման ուղղությամբ անընդհատ պտույտ կհաղորդենք մոդելին։ Պտույտը դադարեցնելու համար մկնիկով սեղմենք Կետի պտույտից գիտենք, շրջանագիծը առաջանում։ Պատկերն ուսումնասիրելուց հետո ակնհայտ է, որ նրա հիմքերը հավասար շարավիղներով շրջանագծել են, որոնց կենտրոնները գտնվում են նույն ուղղի գլանի առանցքի վրա։ Սեղմենք պրեք գլանը կոճակը գլանի փռվածքը ցուցադրելու համար։ Տեսնում ենք, որ գլանի փռվածքը կազմում են ուղղանկյունը և երկու իրար հավասար շրջանները։ Ուսումնասիրելով գլանի փռվածքը, տեսնում ենք, որ գլանի կողմնային մակերևույթի մակերեսը իրենից ներկայացնում է ստացված ուղղանկյան մակերեսը, իսկ լրիվ մակերևույթի մակերեսը այդ ուղղանկյան և հիմքերի շրջանների մակերեսների գումարը։ Եթե մկնիկի ցուցիչը պահենք ներքևի մուգ կապույտ տիրույթում, սեղմենք ու սեղմած պահելով մկնիկի ձախ կոճակը շարժենք մկնիկը ու շարժման ընթացքում բաց թողնենք կոճակը, ապա մկնիկի շարժման ուղղությամբ անընդհատ պտույտ կհաղորդենք մոդելին։ Պտույտը դադարեցնելու համար մկնիկով սեղմենք մուգ կապույտ տիրույթում։ Ինչպես տեսանք, գլանի փռվածքը իրենից ներկայացնում է հիմքերի շրջանների և այն ուղղանկյան ամբողջությունը, որի կից կողմերը հավասար են գլանի բարձրությանը և L շրջանագծի երկարությանը։ Հիմա եկեք երեխաներ մի հատ խմբային աշխատանքով ամրապնդենք մեր դասը, այսինքն ասնենք խնդիրներին, տեսնենք ինչպես եք ընկալել գլանի մակերևույթ կիրառենք, հա, մեր բանաձևերը խնդիրների մեջ։ Եկեք խումբ կազմենք